Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաժ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Լույսնի մտքի երկն իմ սրտի իմ գեղանի սուտ հողիդ կերված սարերիդ փարված ծաղկունքիդ բույրով խենթացած արփած լեռներիդ կանչով միշտ հպարտ կանգնած Երկնես իմ շերտին, դու իմ գեղանի, հայրենի երկիր, ձեր ու դերատի, լույս ճանապարհի, հույս ու սպեղանի, սերը իմ սրտի, քեզ եմ ես տալիս, որ ընկան մարդում, թողվախար ճամփան հույսի մեջ լույսը պրի խաղաղության։
Ասում ենք բարի երեկո, ջան, ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր գտնվում են Ֆորտունա հեռուստաընկերության հետ, սա Բացենյակն է, Օրը Հանգստյան, ժամը 20:00, ողջույն։ Ողջույն Անահիտ, ես վերադարձա գրադարանից եւ ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հասցրեցի կարդամ մի քանի գրքեր։ Այո, վերադարձար գրադարան, որ գնաս ուշամրցաշար։ Այո, գնամ ուշամրցաշար, չգիտեմ, կարող է գնամ, կարող է նաեւ այստեղ։ Սա փոքրիկ ակնարկ էր այսօրվա մեր զրույցից։ Բայց իրականում իհարկե քանի որ օրը Կիրակի է եւ Բացենյակը եթերում է, Բացենյակը յուրաքանչյուր շաբաթ եւ Կիրակի 20:00-ից բացում է եթերային դռներն ու ասում բարի գալուս Տայսենյակ։ Այո, հիմա ընդմիջվենք երաժշտությամբ եւ վերադառնանք տաղավար շարունակելու մեր չնաշխարհիկ եթերը։ Մենք վերադարձանք տաղավար, ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին եւ առհասարակ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես կարելի է գտնել եւ միանալ Ֆորտունային։ Հայաստանում մենք հասանելի ենք Յուքոմ, Օվյո եւ
Team Telecom ցանցերի միջոցով, ինչպես նաև կարող եք մեզ որոնել եւ գտնել Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների համար էլ հասանելի ենք տարբեր կաբելային ցանցերի միջոցով, այնպես որ միացեք եւ հետևեք մեր աշխատանքներին։ Սիրելի բարեկամներ, իհարկե մեր գործընկերներին պետք է նաև այս պահին ասենք շնորհակալություն։ Հաղորդումը սպասարկում է Նունե Վարդանյան դիմորդարման ուսուցման բուժական կենտրոնը, որը գտնվում է քաղաքի սրտում Հայքի հրապարակում Տիգրան Մեծի 39 կոտորակ 1 հասցեում։ Նունե Վարդանյան դիմորդարման ուսուցման բուժական կենտրոնն առաջարկում է ոչ միայն ընդգծել ժամանակակից լուծումներ տալ ձեր արտաքին տեսքին, այլ նաև լինել մասնագետ։ Այնպես որ ֆիքսեք հասցեն Տիգրան Մեծի 39 կոտորակ 1 շնորհակալություն ասում ենք նաև Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին։ Քեզ համար ամենասիրելի ֆուտբոլիստը, եթե այսպես փորձենք հիշել։ Ես իրականում անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, որ ես երբեք չեմ հասկացել ֆուտբոլի իմաստը, թե ինչպես կարող են հասուն մարդիկ 10-22 հոգի վազել մեկ գնդակի ետևից։ Եվ աշխատել Բայց մարդիկ կան, որ գնդակի ետևից չեն վազում, նրանց չափ փող չեն ստանում։ Բան չունեմ ասելու, ես հարգում եմ այդ մարդկանց որոշումը, բայց իրականում այո, ես ու ֆուտբոլը շատ հեռու ենք իրարից եւ այդպես չեմ կարող ասել։ Ես էլ եմ շատ հեռու ֆուտբոլից բնականաբար։ Այո, դու դժվար շատ մոտ Բայց ունեմ սիրելի ֆուտբոլիստներ։ Եվ ով է քո սիրելի ֆուտբոլիստը։ Իմ շատ սիրելի Լեոնել Մեսսին, ով էսպայն։ Հիմա դիտում է։ Դիտում է բացի հետո։ Դե գոնե հայ ֆուտբոլիստ ասեի։ Էդվարդ Սպերցյանին էլ բարևենք, Հենրիխ Մխիթարյանին էլ բարևենք։ Դա արդեն այդ թեմա է։ Լուկաս Սելերայանին էլ բարևենք։ Իսկ ինչու է Ռաֆը տանում զրույցն այս ուղղությամբ, որովհետև մենք այսօր խոսելու ենք Լոռու մարզում տեղի ունեցող մի նախաձեռնության, մի հանդիպման մասին, որը ֆուտբոլային բովանդակություն ունի։ Իհարկե խոսենք այդ մասին մեջ հյուրի հետ տաղավարում, այս պայն առաջարկում են երաժշտություն դիտել, ինչպես ասում են, եթերը գոլ խփում է, հա, երգը։ Եթերային գոլ երկով։ Եթերային գոլ։ Ով է խփում Միհրան Ծառուկյանը։ Չգիտեմ, ռեժիսորը կիմանա, տեսնենք ով կիմանա։ Վերադառնանք արդեն տաղավարում եւ կընդունենք մեր շատ սիրելի հյուրին, մնացեք մեզ հետ։ Այո, եթերային դարպասներից հեռու չգնաք։ Հենց հիմա հենց այս պահին սիրտն ամեն հայի ձեզ համար արագ զարկում է ձեզ համար ենք աղոթում ուժ ենք հաղորդում մի մարդու պես անկարգում ենք Հայաստան ֆուտբոլի հավաքական մեր այսօր հզոր է միշտ առաջ միշտ անվախ ամենուր գնա Մենք հաղթելու ենք, հայեր հաղթելու ենք ու մեր պատվին այսօր պիտի ընչի զորնատը գոլ հաղթելու ենք, միշտ պայքարելու ենք ու ողջ ազգով այսօր մենք կորելու ենք գոլ Ձեզ տղերք փակ ու պատիվ դուք Արարատին արշանի մի նոր
Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո ու ջան ողջույններ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում են Վանաձորում, Լոռու մարզում, Հայաստանում եւ իհարկե Հայաստանի սահմաններից դուրս բարի խաղաղ երեկո ենք մաղթում, ասել է թե միտեղ բարև, միտեղ բարի երեկո։ Եթերի նախնական հատվածում մենք խոսում էինք ֆուտբոլից եւ այդպես էլ չհասկացանք։ Այո, ես այդպես էլ չեմ հասկանում։ Եվ իհարկե սիրով ներկայացնում ենք մեր հյուրին։ Եվ այսպես Էդվարդ Թորոսյանի անվան հուշամրցաշարի նախաձեռնող Էդվարդ Թորոսյանի հալալ զուլալ թոր։ Այո։ Դավիթ Թորոսյանն է մեր տաղավարում։ Եվ եթե Դավիթին ներկայացնենք այլ կոչումներով, հարգելնես հաղորդում կավարտվի, ողջույն Դավիթ ջան, ոնց եք։ Բարոց ես։ Լավ, հրաշալի։ Ասել է թե ոնց եք զգում ձեզ հայրենի հողում։ Լոռիում այս ուժեղ ամենակարևորը։ Ինչպես միշտ, էլի շատ չանց է նախորդ էլի գալ գնալուց։ Այդ առումով սովորական, բայց սովորական ուժեղ։ Այս անգամ առիթը եւ նաեւ աշխատանքը բավականին ծավալու մի ծրագրի հետ եք, հա, աշխատում հուշամրցաշար, որը նվիրված է պապիկին, ասեցիք, չէ՞, որ հալազուրատվողն է։ Այո։ Եվ ոնց գաղափարից եմ ուզում գանք, խոսենք մերսից։ Ոնց ծնվեց այս նպատակը եւ առհասարակ ինչն է դրա հիմքը։ Դե նախորդ տարի ենք առաջին անգամ կազմակերպել ու այն ժամանակ եւ պլան եւ նաեւ այսպես ասած երեխաների մասնակից խոստում կար, որ ինքը ամենամյա է լինելու ու բնականաբար ինչպես վայելալորեցներ խոստումը պահել ենք ու հիմա էլ ենք ասում որ ամենամյա է լինելու ու ինչքան կարողացանք այսպես ասած, բայց ինձ մա կկարողանանք հետագա տարիներին եւս իրականացնել։ Գաղափարը սկսվեց այն պահից, երբ որ մի քիչ շեղվելով դեպի մյուս մասնագիտականություն, ռազմական լրագրության կամ այդ թեմայով, հասկանում ենք, որ չեղած բանը փորձում են ներկայացնել որպես պատմական իրողություն, մինչդեռ պատմական իրողությունները չեն լուսաբանվում։ Հիմա այս նույն եթե պրոյեկտենք մեր քաղաքի իմ նախնիների, այսպես ասած, վրա, այս դեպքում կան մարդիկ, ովքեր որ այսօր կենսագրություն չունեն, բայց փորձում են արհեստական ստեղծել, մինչդեռ այդ թվում նաև պապաս այլ մարդկանց հետ միասին, ովքեր ունեն մեր բարբարոսում ամակ ունեն դրած այդ քաղաքում, այդ մարդկանց չասեմ մոռանում են, բայց չեն հիշում կամ չի հիշատակվում ու որոշվեց անցած տարի ֆիլմը նկարել ու ֆիլմի ընթացքում երբ որ խորանում ենք շերտերով, վերջում պարզվեց, որ Իսկեն ես պարզեցի, որտեղ բնականաբար ծնողներս գիտեին, որ պապիկս ֆուտբոլասեր է եղել ու շատ մեծ ու հատկապես մետալուրգի ֆուտբոլասեր, Ալավերդո մետալուրգի, բնականաբար գործարանի թիմն էր, բայց այլ ճիշտ կլիներ զավոդի թիմը, ու ինքը տենց ոչ մի խաղ բաց չի թողել, տղեկ հետ ծանոթ, շփվել, ասել, խոսալ, գնալ, գալ եւ այլն, մի խոսքով լրիվ ֆուտբոլի մեջ, ասենց ասած, ու տենց էլ առաջարկ ու գաղափար եղավ, որը քննարկեցինք Ռուբեն Ծատենյանի հետ մետալուրգ ֆուտբոլային ակումբի նախագահ, որը այն թվականներին երիտասարդ խաղացող եղել թիմում ու նաև անձամբ ճանաչել է պապիկիս, որոշեցինք հուշամրցաշար իրականացնել, որն էլ դարձավ ամենամյա։ Մեր հեռուստադիտողներին տեղեկացնենք, որ երբ որ դուք այս եթերը դիտեք, արդեն մրցաշարը ավարտված կլինի, այսինքն մենք հիմա հարցերը մեր հյուրին ուղղում ենք նկարահանման օրվա հետ կապված։ Պատասխանները ապագայից։ Ինչ է նախատեսվում, ինչ տպավորություններ կան եւ ինչպես եք մտածում, ինչպես կանցնի։ Դե սպասելիքները ու կանխատեսումները բնականաբար շատ լավն են, որովհետև թիմերի
մարզիչներին, նաև մեր աջակիցների մի մասին ու նաև երեխաների մի մասին տենց անձամբ ենք ճանաչում արդեն։ Այդ առով բնականաբար ակնկալիքները բավականին բարձր նշաձող ենք նաև սահմանի կազմակերպչական առումով ու փորձելու ենք պահել անկախ նրանից թե ինչ եղանակային պայման կլինի, չգիտեմ, այդ օրը ոնց կընթանա, մի խոսքով ինչ է լինի, փորձել ենք բարձր տրամադրությամբ ու պապսել ուտող խմող, քեֆանող, ուրախ մարդեր ու տենց փորձենք այդ տրամադրության մեջ անցկացնել խաղերը Պլյուս դրան փորձել ենք իրականացնել նաև ապահովման մի քանի գործողություններ, այդ թվում հասարակական կարգի ապահովման նկատի ունեն ոստիկանության մեր գործընկերների աջակցությունը, բժիշկների աջակցությունը, տեղում նաև երեխաների խաղերի ընթացքում, այսպես ասած, խաղերի արանքում ինչ-որ թեթև սնվել, բան եւ այլն, փորձել ենք դրանք ամեն ինչը կազմակերպել, չմոռանամ նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ փորձելու ենք բարձր մակարդակով իրականացնել ու ամեն հաջորդ տարի ավելի բարձր նշաձող սահմանել եւ նաև մեծացնել առաջնության մասնակից թիմերի քարտեզի վրա սփռում, այսպես ասած։ Ինչով կտարբերվի առաջինից երկրորդ հուշամրցաշարը, հա? Կան արդեն ինչ-որ բաներ, որ առաջինում չեք արել, երկրորդում դա հաշվի եք արել եւ արդեն իրականություն է։ Դե նախ առաջինը հաշվի ենք արել երեխաների ջուր սնունդ այդ էլեմենտը, երկրորդը հաշվի ենք առել նաև չնայած նախորդ խաղերին տենց ինչ-որ լուրջ խնդիր չի եղել առողջական իմաստով, բայց մի 2-3 դրվագ եղել է վնասվածք ստանալու, ճիշտ է, տարածքում ենք էլի բժիշկ ունենք ինչ-որ անհրաժեշտ բուժպարագաներով, բայց պրոֆեսիոնալ բուժօգնությունը մնում է պրոֆեսիոնալ բուժօգնություն, դա ենք հաշվի առել։ Դրանից բացի նվերներ մրցանակների, այսպես ասած, տեսակներն են շատացել ու եթե չգիտեմ միայն տվել են գավաթ ու ասենք պատվոգիր, հիմա այս տարի բոլոր թիմերը մրցանակեն, չգիտեմ, ստանալ նաև մեդալներ եւ այլ նվերներ եւս ու փորձել ենք նաև ընդհանուր կազմակերպչական գրաֆիկ, խաղերի մեջտեղում հանգստանալու հնարավորություն եւ այլն նման տեխնիկական բաներ, որոնք առաջի հայացքից կարող է չերևան, բայց քանի որ ես ինքս էլ երկար տարիներ ֆուտբոլով եմ զբաղվել, այդ իրականում կարևոր մանրուք թվացող, բայց կարևոր ատրիբուտներ են։ Քանի թիմ է նախատեսվում մասնակցել մրցաշարին։ Ըստ պլանավորածի 5 թիմ է մասնակցելու, տեխնիկական խնդիրներ կան, 5-րդ թիմի մասնակցությունը մի փոքր հարցականի տակ է արդեն, բայց կփորձենք այնպես կազմակերպել, որ 5-րդ թիմը եւս մասնակցի։ Առհասարակ երեխաների համար, հա, որքանով է կարևոր, ուզում եմ նաև այլ տեսանկյունից գանք, սպորտի մեջ լինելը, ակտիվ լինելը եւ պապիկի, հա, այսպես հետաքրքրությունները բավարարելով, բայց միևնույն ժամանակ առողջական տեսանկյունից եւ ֆիզիկական պատրաստվածության տանում եմ դեպի արդեն մյուս մասնագիտությունը։ Հասկացա։ Այստեղ նաև մի փոփոխություն ասեմ, որը փոփոխությունը շարքում չնշեցի, բայց նաև այս հարցի պատասխանն է։ Մասնավորապես նաև հաշվի ենք առել անցած տարի եւս ունենք լուսաբանում, բայց այս տարի երկու ֆորմատի լուսաբանում ենք իրականացնելու, այդ թվում նաև շնորհակալություն Ֆորտունա հեռուստաընկերության աջակցության համար եւ լրատվական իմաստով ենք լուսաբանում իրականացնելու եւ խաղերը տեսաձայնագրվելու են 4K որակով ու non-stop ֆորմատով, այսինքն բոլոր խաղերը ձայնագրվելու են ամբողջ տարածքից, հետո որպեսզի դա նաև հնարավորություն տա տարբեր դրվագներ, չգիտեմ, գեղեցիկ անցում կլինի, հարված կլինի, չգիտեմ, որպես դարպասապահներ ասեմ, գեղեցիկ սեյվ կլինի եւ այլն, դրանք հնարավորություն ենք հետո որպես որակյալ կոնտենտ նաև հանրահռչակելու, այսպես ասած, որը նաև գուցե երեխաներին օգնի, չգիտեմ, մեկը տեսնի, մեկը հավանի, մյուս թիմ հրավիրի եւ այլն։ Երեխեքը միշտ նաև շատ ուրախանում են, կապ չունի, եթե անգամ մի օր առաջ իրար դեմ խաղացած լինեն, հաջորդ օրը նորից ուրախանում են, որովհետև երբ որ ես եմ մոտավորապես իրենց տարիքում ու ալավերդիում ենք պարապում ենք, մեր համար եթե մի օր թիմ էր գալիս, դա չի ասում պրոֆեսիոնալ թիմ, էլի, ասենք քաղաքի տղեկից ինչ որ մի հատ թիմ էր գալիս, որ պետք է խաղի, դա մեծ տոն ուրախություն էր, որովհետև այն ժամանակ էլ հիմա էլ կարծեմ ընկերական կամ տենց ոչ մարզումային խաղերը բավականին քիչ են սովորաբար լինում, չնայած թիմերից մեկը հիմա արդեն Հայաստանի առաջնությանն էլ է մասնակցում մեր տեղական, բայց մեկը ինքը հերթական առիթն է, չեմ ուզում ասել տոնը, որովհետև դեռևս տեղի չի ունեցել, դա կասենք post factum, բայց հերթական տոնն ենք ուզում երեխեքին պարգևել, որովհետև միշտ էլ, ինչքան էլ որ ասեն, չգիտեմ,
փոքր քաղաքական փոքր շրջան եւ այլն ցանկացած առաջի կամ չգիտեմ մրցանակային տեղ այդ կոչում, մեդալ, չնեմ պատվոգիր միշտ էլ հաճելի է բոլորին էլ ստանալը։ Պապիկը վստահ եմ չէր պատկերացնի, թե այսօր ինչ ֆուտբոլային իրավիճակ է Հայաստանում։ Պատկերացրեք, ինչ կասեր ձեզ այս մրցաշարը կազմակերպելու համար, եթե պապիկը այսպես ձեր կողքին լիներ։ Ինչ կփոխեր ձեր կյանքում կամ շահագրգռող ինչ-որ բան։ Կամ հաճախ եք մտովի ինչ-որ քննարկում, ինչ կլիներ, ինչ կուզեր որ լիներ։ Պապիկը ոնց կուզեր լինի օրինակ այս պահը։ Տեսեք, քանի որ 5 տարեկանում եմ պապիկից կորցրել, այդպես են որ տղա թոր պապ տենց խոսակցություն մի քիչ այդ տարիքում դե շատ չի լինում բնականաբար, բայց իրան ճանաչել ինքը հաստատ ուրախ կլներ ու կփորձեր, եթե օրինակ 5 թիմա մասնակցում, ինձ թվում է սարքենք 10-15 եւ այլն, եթե մի օր սարքենք մի ամիս, որ ասում այդ ուրախությունը երկար տևեր իրան ճանաչելով կամ հիշելով, տենց եմ կարծում, բայց կոնկրետ թե ինչ կասեր, ինձ նա վերջում կասեր ապրես։ Ուզում եմ նաև խոսել այդ թիմերի մասնակից երեխաների տրամադրվածության, նրանց սպասելիքների մասին, վստահ եմ հանդիպումներ եղել են, խոսել եք նրանց հետ եւ հենց հաշվի առնելով, որ փոքր քաղաք է, որովհետեւ Երևանի համատականով Վանաձորում եւ Ալավերդիում անընդհատ նման բաներ չեն լինում։ Ինչ տպավորություններ, ինչ սպասելիքներ, ինչ արձագանք է եղել հենց պատանի ֆուտբոլիստների շրջանում։ Ֆուտբոլիստներին անհատապես մեծ մասին չեմ ճանաչում, մի քանիսին եմ ճանաչում, բայց երկու թիմի մարզիչի հետ կապի մեջ ենք, 3 թիմը կներեք, անձնապես նաև ճանաչում ենք, ժամանակին եւ իրար դեմ ենք խաղացել, եւ բացի դե փոքր քաղաք է, բոլորին ճանաչում են, բայց բնականաբար մարզիչները փոխանցել են երեխաների, այսպես ասած, տրամադրությունը ու բոլորը ուրախ են։ Ակնկալիքները չգիտեմ ճիշտ ասած, բայց դե բոլորն էլ սովորաբար սպորտում ակնկալում են, որ պետքա հաղթեն, չնայած դրանց հետ նաև հիասթափությունն է մեզ լինում, եթե չի ստացվում, բայց դա էլ ենք հաշվի առել այս դեպքում, ի տարբերություն նախորդ տարվա, ու քանի որ ինքը մանկապատանեկան առաջնություն, ոչ թե պրոֆեսիոնալ, այսպես ասած, ու երեխեքի հոգեբանությունը մի քիչ այլ է, եթե անցած տարի մենք առաջին 3 տեղերին ենք պարգևատրել, այս տարի օրինակ 4-րդ ու 5-րդ տեղերի համար հավաստագի է նախատեսված նաև մասնակցության համար, որ կոպիտ ասած դատարկ ձեռքով տուն չգնան բոլոր դեպքերում, որովհետև ինչքան է որ օլիմպիական կարգախոս ասենք կարևորը մասնակցությունն է, ես տենց մի քիչ չեմ կարծում, կարևորը հաղթանակն է բոլոր դեպքերում ու մի քիչ տենց գնալ մասնակցել տուն գնալ ու դատարկ ձեռով թե չի ստացել մի քիչ էմոցիոնալ այն չի, դրանց դեպքում 4-5-րդ տեղերի համար էլ ենք նախատեսել։ Որտեղից են թիմերը գալու։ Թիմերը լինելու են Շնողից, Աղթալայից, Օձունից, Աչաջուրը ու Դսեղը։ Իհարկե որ թիմերի անունից միայն կոնկրետ բնակավայրի շեն հարակից գյուղերից եւ այլն բնակավայր եւս երեխաները ընդգրկված են այդ մարզումներին ու եթե մի գյուղի անուն ենք տալիս, ապա պարտադիր միայն այդ գյուղի երեխեքը լինեն, փոքր կողքի գյուղերից էլ կան մասնակիցներ։ Աչաջուրը։ Այսինքն լորին տավուշն էլ է, հա, ներգրավել այս բանը։ Փորձել ենք ներգրավել, հենց Աչաջուրի հետ կապված ինչ-որ տեխնիկական խնդիր կա երեկվա դրությամբ, բայց դեռ վերջնական չի ոչ մասնակցել է, ոչ չմասնակցել է, կփորձենք հասկանալ արդեն։ Շատ բարի։ Շատ լավ։ Մեր հեռուստատողներին տեղեկացնենք, որ նաև նկարահանվում է այժմ Էդվարդ Թորոսյանի նվիրված ֆիլմը։ Վավերագրական երկրորդ ֆիլմը, ինչ ընթացքի մեջ է, ինչ տպավորություններ կան, խոսենք նաև ֆիլմի մասին։ Էական տարբերությունը առաջին եւ երկրորդ ֆիլմերի այն է, որ երբ որ առաջի ֆիլմի վերնագիրը մարդ մետալուրգ էր դրված, դա պատահական չէր ու այդ ֆիլմը շեշտադրումը իր մարդկային կողմի վրա էր։ Երկրորդը արդեն լինելու է sense-ած մետալուրգի վրա շեշտադրությունը, որպես մասնագետ, որպես անդադ ուզում ասեմ գործանի աշխատակից, բայց մեկը ճիշտ է զավոդի աշխատողն է, էլի, թե ավելի անկեղծ աշխատողը, բայց այս դեպքում հիմա ինչ ընթացքի մեջ է, ինքն ավելի շատ էս փուլում փաստահավաք process-ի մեջ ենք այն իմաստով, որ տարբեր լիքը նյութեր նկատում եւ ֆոտո, եւ վիդեո, եւ մամուլի հրապարակումներ, եւ ընդհանուր նախարարի հրամաններ Մոսկվայի, այսինքն ոչ թե Հայաստանի խորհրդային հանրապետության, այլ այսպես ասած կենտրոնի Մոսկվայի կողմից տրված պարգևներ տարբեր ու հիմա տարբեր մեր ազգային արխիվը Հայաստանի, Ռուսաստանի տարբեր արխիվներ, հարցումներ, պատասխաններ այդ գրագրության փուլում ենք, որտեղ կա նաև մի շարք պետական պարգևներ ԽՍՀՄ-ի կողմից տրված, որոնց փաստաթղթերը մեր Հայաստանի ազգային արխիվում չեն պահպանվում ու բայց նաև հակառակ իմաստով կան հետաքրքիր կադրեր, որոնք մեր ազգային ֆոտո-վիդեո արխիվից են գտել, ֆոտոներ կան պահպանված, որտեղ հստակ դեմքը երևում է, անունը պահպանված եւ այլն, կան նաև մի քանի ֆիլմեր, որտեղ կադրերում եւս պապիկը երևում է, դրանք արդեն արխիվից ձեռք ենք բերել
ու հիմա հավաքման փուլում է ու փորձել ենք իրան պահել sense ասած կլասիկ փաստավավերագրության ֆորմատի մեջ, այն իմաստով, որ փորձենք ժամանակակից, այսպես ասած, ականատեսների սինխրոններ չօգտագործել, փորձենք ամեն ինչ պատմականով պահել։ Ինչքան կստացի կախված է հավաքված նյութի ծավալից, բայց բոլոր դեպքերում արդեն իսկ այն ինչ որ ուրվագծան բավական հետաքրքիր է, այդ թվում նաև ազգային գրադարանի արխիվից թվայնացված պահոցներից բավականին նյութեր են Ձուլող թերթի, Լոռի թերթի ու խորհրդային Հայաստան, սովետական Հայաստանի թերթերի արխիվներից բավական հետաքրքիր նյութեր դուրս են եկել։ Մի հատ հետաքրքիր նաև պատմություն կար, որը կոչվում էր Մոսկվա նախարարի հրավերով, փաստորեն պարզվում է պապիկից տենց հրավիրել էր ինչ-որ ուրիշ գործարան գործուղելու, այնտեղ նոր գործարան գործարկելիս իր խորհրդատվության աջակցության համար, ու սենց անընդհատ ինչ-որ փոքր-փոքր շերտեր են բացվում, կարծում եմ հաջորդ տարի այս նույն հարցազրույցից նկարելիս արդեն կունենան երկրորդ ֆիլմը։ Ահա, ես ուզում եմ ժամկետը հասցնեմ, միանգամից արդեն որոշակի հուշում տրվեց։ Այնպես sense բարդ պետությունների արխիվների եւ ոչ միայն մի պետության մասն ենք խոսում։ Ծանր վարչարություն իրականացնող պետության հետ գործ ունենք, այո։ Այո, եւ ինչ խնդիրների եք բախվել մինչեւ այս պահը։ Ճիշտն ասած, հլվոր խնդիրներ չեն եղել այն իմաստով, որ այստեղ նաեւ մեզ աջակցում են, գուցե պաշտոնական անվանումը սխալ ասեմ, մետալուրգների եւ լեռնագործների արհմիությունների ճյուղային միությունը, մասնավորապես նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ու մեր գործընկերների միջոցով միանգամից Մոսկվայի մեր գործընկերների հետ ենք տենց կապվում, գրագրություն եւ այլն, ու նաեւ հաշվառ անձնական կապերը եւ այլն, նաեւ այդ թվում է իհարկե պապիկից վաստակը, այնտեղից դեռևս աջակցություն ստանում ենք, դեռևս, որտեղ դեռևս արդյունք չունենք, բայց process-ները ընթացքի մեջ են։ Ու պետք է որ լինեն, որովհետեւ այնտեղ նախարարի հրամաններ կան, որոնք դժվար արխիվացված չլինեն, էլի։ Ինչ եք որոշել հենց պատմական ակնարկի ձևով, հա, պատմական վավերագրական ձևաչափը ընտրել այս պարագայում։ Որովհետեւ հիմա եթե դուրս գան քաղաք, ցանկացած մեկից մասին, հաստատ կգտնենք մա որ կասի դրական է։ Ոնց էլ չլինի։ Ուրիշ բան չէ, դիմացի հարևան հաստատ կասի քո մասին լավ բան է, եթե անգամ տենց իսկ փաստավավերագրությունով խաբելը մի քիչ դժվար է, ասենք, որովհետև չգիտեմ, 70 կամ 80 քանի թվականին նախարարը չէր կարող էլի այնպիսի sense սուտ բաներ ինչա թե լավ բան ասել ինչ որ մեկի մասին, փաստավավերագրությունը ինքը փաստ է, պատմություն է, որը իհարկե հնարավոր է շատ մեծ սանկցիա դեպքում կեղծել, բայց սովորաբար ու գործնականում դրա հավանականությունը գրեթե 0 է մոտենում։ Դրա համար փաստավավերագրություն։ Մինչև այս պահը կոնկրետ ֆիլմի հետ ինչ նշածով որ դրել եք, արդեն հասել եք գոնե որոշակի հատվածը։ Մամուլի ուսումնասիրության առումով, այսպես ասած, այո, չենք ավարտել, բայց արդեն բավական կոնտենտ ունենք, սկսած իր մասին ակնարկներից, իր պարգևատրումների մասին, օրինակ հետաքրքիր բան որ թերթերում պահպանվել է օրինակ որ ինքը ԽՍՀՄ պատվավոր մետալուրգ բարձր կոչումն է ստացել, ինքը պետական պարգև է, հարցազրույցը կա ստանալու մասին, ցուցակը կա, բայց հրամանը ազգային արխիվում չկա օրինակ, առհասարակ չկա։ Ուրիշ այլ շքանշաններ օրինակ ստացել, որի մասին քաղվածքը կա ազգային արխիվում, բայց հրամանը չկա անհատական։ Հիմա դրանք էլ ենք փորձում Մոսկվայից գտնել, չգիտեմ, արխիվներից հանել, իհարկե բարդ երկարատև process է, բայց կարծում եմ կհաջողենք։ Իսկ մնացած մասով տեխնիկական մասով նախնական նախապատրաստական աշխատանքներ կատարված են ու այս դեպքում փորձել ենք անգամ արխիվային հին թղթերը, եթե ոչ 4K որակի օրինակ տեխնիկական իմաստով հասցնենք, որտեղ մեր պլանկն 4K-ն է։ Գոնե Ultra HD որակը պահենք, որովհետև ի վերջո սա այս ֆիլմն էլ է մի օր պատմություն դառնել ու 20 տարի հետո պետք է մարդիկ այդ հնարավորությունը տեխնիկապես ունենան դիտելու։ Կա ինչ-որ մի բան կնես, Ռադյան, հա գիտեմ, որ ես մեր մեջ շատ ես եմ խոսում։ Կա ինչ-որ մի բան, որ առավել քան զարմացրեց ու պոպիկին ճանաչեցիք մեկ այլ տեսանկյունից, որ չէիք լսել, որ չգիտեիք գուցե եւ ավագ ընկերներից եւ հարազատներից։ Հա, չի զարմացրել, բայց իր հետ կապված է զարմացրել, շանս դա անցած տարի է զարմացել, այս երկրորդ մասի մեջ չէ, այդտեղ որ եւ ֆոտոներն էինք որոնում, ու բնականաբար տանն ինչ որ արխիվ ամեն դեպքում կա իհարկե, բոլոր նկարները, որոնք վերցրել գտել ենք, կամ եթե հարևանների այտենց շենքի ժողովրդի նկարներ հանենք, բոլոր նկարները ինքը տղեկի հետ է։ Բոլոր, ոչ մի նկարում կարելի ասել իգական սերի մարդ չկա։ Ու դե պապս էլ որոնց ասեմ ուտող խմող քեֆ չի, որ միցեք զարմանալի էր։ Մի խոսքով վերջը հորաքույրս
լուսավորեց sense ասած վերջում պարզեց տատս լավ էլ խանդոտ կին ա եղել ու ամեն գործողից ասենց մի դափոն նկարով եկել են վերցրել նայելա որտեղ կին կա ճղել զիբիլը որտեղ տղա է օքեյ այս անցավ հաջորդ փուլ ու հիմա բոլոր նկարները որ գտել ենք եթե ասենք հարևանություն ինչ որ ուրախ քեֆ ուրախություն չի որ ընդհանուր նկար է մնացած բոլոր դեպքերում բոլոր նսակները տղամարդիկ են Հասկացանք դա կարևոր գործ է Շատ հրաշալի վերադառնանք հուշամրցաշարին նպատակներն եւ ծրագրերի մեջ կա արդյոք ավելի ծավալվել ոչ միայն ֆուտբոլային հետո արդեն ուրիշ սպորտաձևերի մեջ եւ ներառել նաեւ ավելի շատ թիմեր անկեղծ ասած այն ձևական չեմ ասեմ այո մեր պլանները այս պահին ֆուտբոլային են կարանք կազմակերպենք բայց այլ մարզաձևերում ինչքան է որ ընդհանուր պատկերացում ունենանք մեկը մասնագիտացում գոնե ես չունեմ այսպես ասած այս դեպքում մեր պլանները մի քիչ այլ են հաջորդ տարվա մասով կամ նախ տեղափոխելու ենք իրականացման ժամկետը, որտեղ հիմա մի քիչ սպորտային չի, հատկապես մանկապատանեկան եղանակի առումով էլի, մանկապատանեկան ուղղվածության համար, ու հիմա նաև Հայաստանի առողջության տարիքային խաղերն են ընթանում, ինչը դժվարացնում է կազմակերպելը, պետք է նենց հանես բոլոր թիմերին հարմար լինի, մի երկու օր գոնե հանգստանան հաջորդ խաղից, նախորդ խաղից շատ քիփ չլինի եւ այլն, ու պլաններով իսկ ամառը ոչ մի ինչ որ մի հատ սեզոն կա մոտ ամիսու կես երկու ամիս որ կարելի է խաղ չկա ու բոլոր թիմերը բան են մրցակից են ման գալիս ու մեր պլաններով հիմա հստակ չեմ կարող ասեմ որ ամիս կտեղափոխվի բայց պլանավորում ենք տեղափոխել այլ ամիս ու կամ հանրապետական փորձել սփռումն ապահովել այսինքն այլ մարզեր եւս ոչ թե միայն ասենք Տավուշը այլ ոչ թե Երևանի թիմեր, Գեղարքունիքի թիմեր կամ այլ թիմեր չգիտեմ տենց ընդգրկել կամ Եթե հաջորդ տարի չստացվի, հաջորդ տարիներին հաստատ պլաններում կա նաև միջազգային դարձնել, որ ուրիշ բան չլինի, Վրաստանը որպես կպած պետություն կա ու կա sense ասած։ Հատկապես այդ ուղղությամբ ավելի մոտ է։ Իսկ երեխեքի տեսանկյունից բնականաբար հետաքրքիր կլինի ոչ միայն մարզերով իրար դեմ խաղալը, այլ նաև ել չեմ ասում ազգային էլեմենտը, որ ավելացնենք, արդեն օրինակ պայմանական վրացիներ կամ այլ երկրի թիմերի հետ բնականաբար նաև Այդ կնի մենք որ երեխա ժամանակ այսպես թաղ էինք խաղում, այդ արդեն պրինցիպի բանը որ երկու թաղ իրար դեմ է խաղում, ել չեմ ասում մարզերը, քաղաքները կամ ել չեմ ասում վերջում ասենք եթե օտարերկրյա այլ թիմերի հետ։ Շատ լավ, բարի ընթացք ենք մաղթում եւ աշխարհագրությունը մաղթում ենք, որ իսկապես մեծանա եւ այն նշածողը, որը դրել եք, որպես թոր։ Թող իսկապես կարողանանք լիարժեքորեն այնպես ինչպես որ ուզում եք ստանալ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն հարգելի հեռուստատողներ, մենք հիշեցնենք, որ այո, մենք դեռևս կանդրադառնանք եւ Ֆորտունայի եթերում լրատվական ծառայության եթերում պայման դուք կդիտեք հուշամրցաշարի մասին պատմող։ Մենք վստահ ենք, որ լավ է անցնելու։ Այո։ Եվ իհարկե նաեւ առաջիկա մեր եթերներին հետևելով նաեւ անոնսներից կտեղեկանաք ֆիլմի հեռարձակման մասին, ինչպես այլևս արդեն անցած տարի դիտված ֆիլմի Մարդ Մետալուրգի մասին է խոսքը, որը եւս նվիրված է Էդվարդ Թորոսյանին, այնպես էլ առաջիկայում նոր ֆիլմի մասին։ Շնորհակալություն, բարի ընթացք։ Շնորհակալություն, մեր տաղավարում Դավիթ Թորոսյանն էր, սիրելի հեռուստադիտողներ, գնացեք մեզ հետ, կհանդիպենք քիչ անց։ Ես ասում եմ, որ դու ասում ես, քիչ խոսիր, ես չեմ ասում։ Հզոր ուժի տեր մարդեր։ Նրա ուժը մի հատ ուրիշ էր էլի։ Կենսագրության էջերը վառ էր էլի, դատարկ կենսագրություն չի։ Սպորտի կողքին կանգնած էր։ Ոչ միայն սպորտի, այլ նաև բոլոր միջոցառումներին ինքը իր մասնակցությունը ունենում էր։ Մարդ էր, որը համ հացուտելուց էր բան հսկանում, համ աշխատելուց, համ էլ ընտանիք պահելուց։ Որից սովորել եմ աշխատասիրություն։ Միշտ ինքը այդ ասերմանել թե ին, թե եղբորս մեր։ Պետքա զանգեր դիսպեչերով իմանար, սարքվեց, չսարքվեց, նորմալ է, նորմալ չի։ Նորից լավ տպավորություններով էր եկել։ Բազմիթև նկարները տպագրվել են թերթում։ Չխմող մետալուրգը մետալուրգ չի, նախաբարտանողը։ Մարդ Մետալուրգը փաստավավերագրական ֆիլմ նվիրված Էդվարդ Թորոսյանին։ Դիտեք կիրակի ժամը 21-ին Ֆորտունայի եթերում։ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ վանաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո սպիտակն եմ դու իմ վարդենիսը, Էջ միացին է մեր խաչն ու հավատը, ես քո աբովյանն եմ դու իմ
Արարատը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Խուստուփն եմ դու իմ Արագածը Ես քո արավոտն եմ դու իմ լուսաբացը Ես քո Տաթևն եմ դու իմ նորավանքը Ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը Սերը սիրուն է դարձնում ամեն օրը Ես քո Թալինն եմ դու իմ ծաղկաձորը Չի մարելու սիրո մեր կրակը Ես քո գավառն եմ դու իմ ագարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո արմավիրն եմ իսկ դու իմ Գորիսը Սերն է երգում մեր ջանն ու հաջանը Ես քո Տաշիրն եմ դու իմ Դիլիջանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը Ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը Ես քո պայքարն եմ դու իմ հայրենիքը Ես քո լեռներն եմ դու իմ հարսանիքը Սերը սիրուն է դարձնում ամեն օրը Ես քո Սիսյանն եմ դու իմ մեծամորը Չի մարելու սիրո մեր կրակը Ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը Սերն է լցնում մեր տունն ու օրանը Ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո նոր հաճն եմ քո Բերդն ու Բեդինը Ես Նոյեմբերյանն ու Ալավերդինը Ես քո Եղվարդն եմ ու Ստեփանավանը Ես քո Փայգն ու Չարացավանը Սերը սիրուն է դարձնում ամեն օրը Ես քո արդիկն եմ դու եղեգնաձորս Սեր կդառնա վաղվա մեր գալիքը Ես քո Հրազդանն եմ դու իմ արալիքը Սերն է պահում մեր սուրբ օթևանը Ես քո Արտաշատն եմ դու իմ Իջևանը Սեր է մեր գյուղը քաղաքն ու ավանը Ես քո Մարտունին եմ դու իմ Քաջարանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսված էր այսքանը եւ իհարկե հաղորդման վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հեռուստադիտողներին, մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր միշտ հետևում են մեզ։ Իսկ եթե դուք ուզում եք մեր հեռուստադիտողը լինելու ձայնել նաև մեր գործընկերը, կարող եք համագործակցության համար գրել մեր Facebook-յան էջին, կարող եք իհարկե նաև զանգարել 09022833 հեռախոսահամարով կամ այցելել քաղաք Վանաձոր դիմաց տղամաս աղանուց 1 կոտորակ 2 գծիկ 1 հասցեով դիմացի հրապարակ դիմաց գրվածի հարևանությամբ Գործում է անվճար առաքում։ Չի կարծում։ Ես հասկանում եմ, որ արդեն քո ախորժակը քաղցի ժամն է փաստորեն։ Իսկ մենք ասում ենք իհարկե բոլորիդ բարի ու խաղաղ երեկո եւ մոտեցնում ինչ տնավապանական ավարտին մեր հաղորդումը եւս մեկ անգամ շնորհակալություն ասելով ձեզ մեր շատ սիրելի հեռուստատողներ եւ իհարկե մեր գործընկերներին Նունե Վարդանյան դիմардարման ուսուցման բուժական կենտրոնին ու Մարիա Բյութի սալոնին։ Այո, կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ հաջորդ կիրակի լավ մնացեք սիրում ենք բոլորիդ անպայման չմոռանանք քո ավանդական օթային։ Այո, ավանդական օթային մինչ հանդիպում ես ձեզ կկարոտեմ, այո։ Մայրամուտը ծովերից այնքան թողած Եկա մոտը դու սիրուց, սիրտը իմ դողած Եկա որ դու ինձ գրկես ամուր, որ քո գրկում դառնամ մի բուր
իմ հրապուխի պես մի քանդի Մեկա ես ուզեմ չուզեմ այն եմ ինչ որ կա Առանց ենել ինքս իմ հիվանդ խանդից Երևի թե խելքի չկա Խելքի չկա Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում Թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։